ըստ ձեզ ինչի մասին է այս գործը, հերթական վերակենդանացված դրվագը, ինչու են հատկապես այս պահին հիշել եւ վերակենդանացրել գործը։ Իշխանության հաշվարկը կարծում եմ այս եւ այսպիսի այլ դեպքերում հետեւյալն է։ Իշխանությունը համարում է, որ պետության փողով, այսինքն դատախազություն, քննչական համակարգ, դատական համակարգ ու որոշակի դեպքերում ոստիկանություն կարելի է ներգրավել, գործեր սարքել, մարդկանց զբաղվածությունը ուղղել այս ուղղությամբ, որովհետև ժամանակը այսօր ամենակարևոր եւ ամենաթանկ ռեսուրսն է, եւ փորձել քաղաքականապես ակտիվ դեմքերին հնարավորինս դուրս մղել քաղաքական գործընթացներից։ Այսինքն շատ դեպքերում իրենք ունեն կանխատեսումները, իրենք ունեն գիտակցումը, որ այդ գործերը չեն գնալու եւ ես դրամաբանական կետին չեն հասնելու իրանց տեսանկյունից եւ այս իրավիճակում իրենց համար գլխավոր խնդիրն է սկսել քաշքշուկ 4-5 տարվա կտրվածքով մարդկանց տանել, բերել, ժամանակ ամբողջությամբ կենտրոնացնել այդ մասով, որից բնականաբար քաղաքական առումով տուժում է տվյալ անձը, տուժում է նրան ներկայացնող քաղաքական ուժը եւ մարդիկ։ Նույնը դրսևորվում է առաջին հերթին Սերժ Սարգսյանի դեպքում, որպես նաև հանրապետականի ղեկավար, նույնը արտահայտում է հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործում, որը դուք հաճախակի լուսաբանում եք, եւ կարծում եմ, որ նաև Սերժ Սարգսյանի հետ կապված այլ քրեական գործերը, որոնք տարբեր տարիներով անդադ հնչեցնում էին, զրպարտություն էր դա նաև որպես հետևի արտահայտվում, նույն դիզելի գործով պարզ դարձավ, որ դրանք շատ արագ զրոյացվում են եւ ըստ էության այն տեղեկությունները, որոնք որպես փաստ փորձում էր իշխանության քարոզությունը ներկայացնել, դրանք շատ կարճ ժամանակահատվածում հանրության համար տեսանել են դարձնում, որ տակը չկա գործընթաց, տակը չկա իրավական գործընթաց եւ այս ամենը պարզապես արվում է քաղաքական ակտիվ դեմքերին, քաղաքական կամ ներքաղաքական process-ներից հնարավորինս դուրս թողելու համար։ Պարոն Աբրահամյան, Էդմոն Մարուկյանն էր անդրադարձել պատիվ ունեմ խմբակցության վերջին հայտարարությանը, ասելով, որ ըստ էության կա հակասություն, որովհետեւ Դες 8 տեխնիկա է դրա չեք տեսնում, բան եւ ասում էր, որ կա հակասություն, որովհետեւ առաջին հայտարարությունով ասում էին, որ ըստ էության միաձայն կմիանան առանց նախապայմանների վարչապետի տեխնացու եթե առաջադրվի, հիմա ըստ էության ասում են, որ ինքն է վարչապետի տեխնացուն, բայց պատիվ ունեմը չի միանում։ Ես կարծում եմ հայտարարության տեքստում եւ առաջին եւ երկրորդում բավականին պարզ ձևով ներկայացված է մեր դիրքորոշումը։ Մենք առաջին հայտարարության մեջ ասել ենք, որ այս թեմայով մեր համար քննարկելի են թեմաները կամ տեխնացուները, բայց մենք չենք ասել, որ առանց նախապայմանների մենք պատրաստ ենք առաջադրվել։ Մենք ասում ենք, որ առանց նախապայմանների պարզապես մենք պատրաստ ենք քննարկման, այլ ոչ թե առաջադրման։ Հիմա եղել է Էդմոն Մարուկյանի հայտը, ֆրակցիան քննարկել է թեման եւ իր հրապարակային դիրքորոշմամբ արտահայտել է իր մոտեցումը եւ ես կարծում եմ, որ այստեղ որևէ հակասության բան չկա, ավելին գործընթացը ինքը իրանով բավականին ծավալուն է, սա ենթադրում է այս ընթացքում հայտեր տարբեր քաղաքական ուժերի կողմից, տարբեր գործիչների կողմից, այս թեման չի սկսում Էդմոն Մարուկյանով կամ Վահան Բաբայանով, սա պետք է բերի լայն քննարկումների այն ուժերի համար, որոնք հետաքրքրված են եւ սա որպես գործիք համստահության գործընթացը դիտարկում են եւ այդ պարագայում արդեն վերջնահարցուկում պարզ կլինի, թե ստեղծված իրավիճակում, արկա իրողությունների պայմաններում ով է օպտիմալ տեխնացուն եւ ըստ այդմ էլ կորոշվի թե ումով են գնում կամ ում են առաջադրում։ Պարոն Աբրամյան, եթե ամեն դեպքում այս պայքարությամբ արկա միակ տեխնացուն, որին առաջադրել են Էդմոն Մարուկյանն է, եթե պատիվ ունեմը դեմ է, ինչպես հասկացանք Միստրակցյան եւ ինչու ձեր մեջի չէ կարողանում ձեր տեխնացուին առաջադրել, իրենք էլ ասում են, որ ոչ մեր տեխնացուին են համաձայն, որ իրենք են տեխնացու առաջադրում ու մտադրված բիժեսում են այս գործընթացը։ Անկեղծ ասած ես արդեն այդ հարցի պատասխանը տվեցի, իհարկե ես չեմ կիսում այն մոտեցումը, որ այսօր կա մենակ մի տեխնացու կամ բացառապես մի տեխնացու։ Առաջադրված պաշտոնապես կա Էդմոն Մարուկյանի ինքնաառաջադրումը, ինքնաառաջադրումը չէ, քաղաքական դաշտում ինքնաառաջադրումը, բայց կա երկու անձանց կողմից, երկու պատգամավորներից կողմից պատրաստակամությունը եւ process-ի մեկնարկը, բայց
այն լայն դուրը, որը բացվել է անվստահության գործընթացի համար, ոչ թե ենթադրում է, որ առաջին եկողի դեպքում կամ առաջինը, որ կարողանում է հասնել եւ ստորագրության խնդիր լուծել 1-2 падգամավորի պետք է առաջնորդը նրանով, այլ անվստահության գործընթացը ինքը իրենից ներկայացնում է լայն քաղաքական գործընթաց, ոչ միայն խորհրդարանական հիմնական ուժերի, որոնք իրենց ստորագրություն են դնում, այլ այն քաղաքական, արտախորհրդարանական ուժերի, որոնք այս ողջ ընթացքում պետք է գործընթաց եփեն, պետք է քաղաքական կոնսուլտացիաների միջոցով հասկանան որն է ճիշտ ճանապարհը եւ ով է այն օպտիմալ տեխնացու, որը կարող է ստեղծված իրավիճակում առաջնորդվել կամ նրանով ավելի հեշտ է լինելու այս գործընթացում հաջողություն ապահովել։ Մեկ նաև այդտեղ լրացում ես կատարեմ։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք անվստահության գործընթացի մասին, երբ որ մենք խոսում ենք գործող իշխանության հերացման process-ի մասին, սա ենթադրում է, որ մենք չենք կարող Նիկոլ Փաշինյանին փոխարինենք մեկ այլ Նիկոլ Փաշինյանով կամ նրա հետ ասոցացվող, նրա արբանյակ հանդիսացած, հասկանում եք, այսինքն սա ինքնանպատակ Մարուկյանի դիտարկում եք մեկ այլ Նիկոլ Փաշինյան։ Ես կասեմ, հիմա մեր հայտարարության մեջ մենք բավական հստակ դրա մասին խոսում ենք։ Այսինքն, այստեղ խնդիրը հետևյալն է։ Խնդիրը ոչ թե ինքնանպատակ ինչ-որ մարդու բերելն է եւ process գեներացնելն է, որ գնանք տիշկա դնենք, ասենք, գիտեք, քեզ այսել փորձեցինք, այսել չստացվեց, այլ խնդիրը արկա իրողություններին համահունչ մի տեխնացուի շուրջ կոնսենսուսի հասնելն է եւ դա միայն հանրապետականի հարցը չի, որքան էլ հանրապետականը պատրաստակամությունը հայտնել նախաձեռնելու, բնականաբար հանրապետականը խոսում քննարկում է բոլոր այն շահագրգիռ ուժերի հետ, որոնք այս մասով ունեն հետաքրություն։ Հիմա, երբ որ խոսում ենք արբանյակ ուժերի մասին, երբ որ խոսում ենք մարդկանց մասին, ովքեր ասոցացում են, բնականաբար նայում ես նրանց քաղաքական հետագիծը, ով ինչ ճանապարհ է անցել, ով որտեղով է շարժվել, մենք նայում ենք տեսնում ենք ով մեր երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ ինչ դիրքորոշումներ են արտահայտել։ Երբ որ դու տեսնում ես, որ մարդը միգուցե արտաքնապես այս պայն իշխանությունից տարբերվող ինչ-որ բան է, բայց գաղափարապես նրանց հետ միևնույն բովանդակային դաշտում է, բնականաբար դա չի նշանակում, որ խնդիրներ կան, հայտարարություն արեցի դրա մասին հրաժարվել։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ խորհրդանի նախագահ, փոխնախագահներից որևէ մեկը հայտարարություն է անում այն մասին, որ ինքը չի կիսում այս պահին իշխանության այս կամ այն դիրքորոշում, այս կամ այն թեմայի շուրջ դուրս է գալիս 3-4 ամիս հետո նույն այդ երկու падգամավորները նրանց առաջադրում են օրինակ անվստահության գործընթացում որպես տեխնացու։ Հիմա իրանք գան ասեն, գիտեք, տեսեք, մենք 4 ամիս առաջ դուրս եկանք, որտեղ մենք չենք կիսում այդ դիրքորոշումը եւ գան հանրության ներկայանան որպես մրցունակ եւ այդ իշխանության հետ որևէ ձևով կապ չունեցող տեխնացու, բնականաբար այդ դա որևէ ձևով տրամաբանական չէ։ Պարոն Աբրահամյան, մի բան, ձեզ համար ինչ տեսակի տեխնատուն ընդունելի կլիներ։ Եվ եթե Հայաստան դաշինքը տեխնատու առաջադրեր եւ առաջադրեր օրինակ Ռոբերտ Քոչարյանի կոնկուրենտ օֆիսի առաջնորդ կամ նրա որդուն Լևոն Քոչարյանի, ձեզ համար ընդունելի կլիներ դուք աններիք եւ առանց նախապայմանների կհաստատեք այդ տեխնատությունը։ Տեխնատուների մասով առաջադրումները մենք մինչև ձեր մոտենալը ճիշտ ասած որոշակի մանրամասներով այս թեման քննարկել ենք, այն ինչ որ ներկայացված է մեր առաջին եւ երկրորդ նաեւ հայտարարությունը ֆրակցիայի դրանում հիմնականում ներկայացված է այն մոտեցումներն ու սկզբունքները, որի շրջանակներում պետք է կայանա քննարկումը եւ դրա արդյունքում պետք է լինի առաջադրված տեխնացու։ Հիմա այստեղ կա մի հանգամանք, երբ որ մենք խոսում ենք կոնկրետ տեխնացուների մասով։ Տեխնացուների մասով շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս լայն համախմբում տեղի ունենա դրա շուրջ։ Եվ երկրորդը մենք հնարավորություն ունենք առաջադրենք մի տեխնացուի, որը ստեղծված իրավունքների պայմաններում այդ դերը եւ առաքելությունը կարող է ամենահաջող ձևով իրականացնել։ Երբ որ կլինի ցանկություն, երբ որ այս թեմայով կլինի առաջադրում, կլինի քննարկման ցանկություն, բնականաբար պատրաստ ենք առանց նախապայմանների քննարկել բոլոր տեխնացուները եւ մեր դիրքորոշումը շատ հստակ Մարությանը ինչով լավ չէ։ Օրինակ ձեր ժամանակ անկախ կամ գրեթե անկախ
պատգամավոր էր ահագին, ձեր հետ շատ լավ հարաբերություններ, շախմատ էր խաղում ձեր կապինետներում, շփվում էր ձեզ հետ։ Մի խոսքով շատ լավ էր ձեր հետ, բաց չէր։ Ձեր տենց շատ սուր չի քննադատել այն ժամանակ հիշում ենք, ոնց օրինակ Նիկոլ Փաշինյանն էր քննադատում։ Հիմա Փաշինյանին է քննադատում, ասում է սխալ անում, լավ չի անում։ Ի՞նչն է պատճառը։ Վայջան, իհարկե Համը ժամանակավոր է այդ մարդը։ Վայջան, ես իհարկե չեմ զլանում որևէ հարցի պատասխանելուց, շատ ցավով եմ ասում, որ դուք մի քիչ ուշացել եք։ Միգուցե մենք առանձին նաև ձեր հետ այս թեմայով մեկնաբանել, որովհետև այս թեմայով 3 համատեքստում արել եմ, ես ձեզ առաջարկում առանձին մենք իրար այս թեմայով ինտերվյու անենք։ Շնորհակալություն։